Օգոստոսի 22-ից 29-ը Կապանի լեռնահարստացման կոմբինատի բոլոր արտադրական տարածքներում անցեկացվել բնապահպանական շաբաթօրյակ։ Շաբաթօրյակի մասնակցել են 13 ստորաբաժանումների աշխատակիցներ։ Այն 3 ստորաբաժանումների համար, որոնք մաքրման աշխատանքների ավարտին ներկայացրել են ամենամաքուր տարածքները, նախատեսված էր պարգևատրում կորպորատիվ հուշանվերների և դիպլոմների տեսքով։ Առանց ուշադրության չմնացին նաև առավել ակտիվ 3 աշխատակիցները։ Սեպտեմբերի 5-ին ձեռնարկությունում անցկացվեց պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Էկոլոգիական շաբաթօրյակը ևս մեկ առիթ է մեր աշխատակիցների ուշադրությունը սևեռելու բնապահպանական խնդրի անվտանգության հարցերի շուրջ։ Շաբաթօրյակի արդյունքում լավագույն ստորաբաժանում են ճանաչվել հարստացուցիչ ֆաբրիկան, աշխատանքի պաշտպանության և արտադրական անվտանգության բաժինը, ինչպես նաև կոմպրեսորային և օդափոխության տեղամասը։ Իսկ աշխատանքային ակտիվությամբ աչքի ընկած աշխատակիցներն էին արտադրամասի ամենօրյա ծառայությունների փականագործ Նորիկ Վարդանյանը, ստորգետնյա պայմաններում օգնական բանվոր Մհեր Գևորգյանը և էներգոմեխանիկական ծառայության էլեկտրափականագործ Հրայր Թումանյանը։ Կապանի լեռնահարստացման կոմբինատի ղեկավարությունը նշեց, որ նմանատիպ միջոցառումները պարբերական բնույթ են կրում Պոլիմետալ ընկերության ձեռնարկություններում։ Էկոլոգիական քաղաքականությունը և շրջակա միջավայրի պահպանումը Պոլիմետալ ընկերության գործունեության հիմնական առաջնահերթություններից մեկն է։ Ընկերության բոլոր ձեռնարկություններում գործում է միջազգային առաջնային ստանդարտներին համապատասխանող բնապահպանական կառավարման համակարգ։ Շուտով այդ համակարգը գործելու է նաև Կապանի լեռնահարստացման կոմբինատում։ Բնակիչների և աշխատակիցների մոտ անհատական պատասխանատվության դաստիարակությունը այս համակարգի անբաժան մասն է կազմում։ Եվ այդ նպատակով մեր ընկերությունը իրականացնում է տարբեր միջոցառումներ, շաբաթօրյակներ, երեխաների միջև բնապահպանական թեմաներով ստեղծագործական մրցույթներ։ Բնապահպանական միջոցառումները այսպիսի ծավալով առաջին անգամ են իրականացվում մեր ընկերությունում և շատ ուրախ ենք, որ դուք ընդունեցիք մեր նախաձեռնությունը և ակտիվ կերպով մասնակցեցիք մեր միջոցառումներին։ Հուսով ենք, որ այսպիսի միջոցառումները լավ ավանդույթ կդառնան ապագայում և հուսով ենք, որ մեր աշխատակիցները ոչ միայն ընկերությունում, այլ նաև իրենց սեփական տարածքներում և բակերում են պահպանելու մաքրությունը։ Սեպտեմբերի 5-ին Կապանի լեռնահարստացման կոմբինատում բացվել է նաև բնապահպանական թեմաներ պարունակող մանկական նկարների ցուցահանդես։ Նկարները ստեղծվել են մանկական ամառային ճամբար 2016-ի մասնակիցների կողմից։ Հայարփի Աղաջանյան, Դավիթ Եսայան, Սյունիք Օնլայն։